Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես այսօր մի փոքր խոսելու եմ շատ մի բարդ թեմայից, որը կապ ունի շատ մարդիկ, ովքեր ինձ դիմում են։ Ուրեմն դիմում են այսպիսի մի շատ հետաքրքիր հարցով, որ ես երբեք Հայաստանում չեմ տեսել, որ այս մասին խոսեն, հա։ Կա մի հետաքրքիր իրավիճակներ, որ մարդիկ փորձում են ամուսնանալ, չգիտես ինչու չեն ամուսնանում, չի ստացվում այդ մարդկանց մոտ, իրանք չեն հասկանում իրականում ինչն է խնդիրները։ Եկեք ես մի փոքր ավելի բարձ ձեզ հետ խոսեմ, որպեսզի հասկանաք։ Առաջինը, որ դա կարող է կապ ունենա կուսակրոնության պսակի մասին է խոսքը, լսած կլինեք։ Դա կապ ունի նեգատիվ գործողության հետ։ Երկրորդը դա մի էլի մոգական գործողության մոգության մեջ մոգություն է, որը կապ ունի մենության սավանի հետ, եւ երրորդը, որը ասում են վեկավուխա։ Հա, ինչպես դուք կարող եք զգալ ընդհանրապես ձեզ մոտ կա այդպիսի նշաններ, թե ոչ։ Սկսեմ մի փոքր մանրամասնել ձեզ։ Եթե ձեր ձեռքի ափի մեջ նայում եք ձախը, չկա ամուսնության գիծը։ Եթե նայում եք աջ ձեռքի, հա, ափը, տեսնում եք ամուսնության գիծը չկա։ Դա արդեն խոսում է հենց այս մասին, որ կա տարված գործողություն։ Դա նաև կարող է կապ ունենալ մի հետաքրքիր բանի հետ կապված, այսինքն միգուցե քո անցյալ կյանքերից ես բերել այսօրվա դրությամբ այս աշխարհ, դրա հետ էլ կապ ունի, որը միգուցե ապրել ես, հա, դու անցյալ կյանքերում։ Աճափի մեջ էլ եթե նայում եք չի լինում ամուսնության գիծը, ուրեմն այստեղ կատարված է հատուկ աշխատանք մոգության տեսակ է, որը մեծ կապ ունի կուսակրոնության պսակի հետ։ Ռուսերեն ասում են վենեց բեզբրաչիա, հա։ Բնական է, այստեղ պետք է հասկանաք, որ կատարվել է բավականին լուրջ աշխատանք, եւ դա պատճառ կարող է լինել, որպեսզի դուք չամուսնանաք հետագայում։ Որովհետև այստեղ պետք է նաև լինի երրորդ նշանը, դա սովորական բան չի, եթե խոսքի օրինակ դուք ոչ մի ամուսնություն չեք գրանցել եւ եկեղեցիով չեք ամուսնացել, սա էլ է խոսում հենց այդ մասին, դա պետք է ձեզ մտածելու տեղ տալ, որ ձեր վրա կատարված է մի փոքր վառենք, քանի որ ամուսնության մասին է թեման, ահա, եւ սկսենք աշխատել։ Հաջորդը կարող եք նայել ձեր միզենիցին, այսինքն ճկույթին, ձախ ճկույթին, տեսեք, ունեք խալեր, աջ եւ նայում եք ձախը։ Եթե չկա, ամեն ինչ նորմալ է, իսկ եթե ունեք խալեր ձախ ճկույթին, երկուսն էլ կամ մեկին, կապ չունի։ Սա էլ է նշանակում, որ 100% ուրեմն կա ձեր վրա կրոնա ներողություն, կուսակրոնական պսակ, որպեսզի դուք չամուսնանաք, հասկացաք։ Դա կարող է կապ ունենալ խոսքի ձեր ցեղից, տոհմից է դա գալիս, այդպիսի աշխատանք միգուցե ինչ որ մեկը արել է ու այդպես շարունակական կարող է գալ, հա։ Այստեղ կարող է լինի ձեզ մոտ հետագայում խնդիրներ, եթե տեսել եք անձնականի սիրո հետ կապված, եթե տեսնում եք, հա, ճկույթի վրա 100% հետագայում խնդիրներ կունենաք։ Պետք է գտնեք դուք այնպիսի մասնագետ, որովհետև այսպիսի աշխատանքներ ամեն մաստեր, ամեն մի պրակտիկ չի կարող անել, ով զբաղվում է ուրեմն կարողանում է աշխատել անցյալի, հա, կյանքերի հետ։ Սա բավականին կարևոր է։ Եվ բավականին շատ հետաքրքիր այսպիսի մի էլի հատուկ մոգություն են անում, որը կարող է կոչվել ուրեմն մենության սավան։ Սրանք բոլորը շատ կեղտոտ աշխատանքներ են, որտեղ մարդու վրա կարող են կատարել այսպիսի գործողություններ, մարդը տարիներն անցնի, իր չկարողանա ամուսնանալ։
Նաև ուրեմն կուսակրոնական այս ծիսակարգերը, որոնք որ անում են, որտեղ կարող են կատարել։ Կարող են կատարել եկեղեցիներում, հաջող ստացվում է իրենց մոտ, կարող են կատարել գերեզմանոցներում, կարող են կատարել վուդու մագիայով, եթե չգիտեք, իմացեք։ Նաև ասեմ, որ այդպիսի մոգությունով կարողանում են կատարել հեթանոսական մոգությամբ։ Էնպես որ շատ զգուշ եղեք եւ նայեք, եթե ձեզ մոտ կան այս նշանները, դա շատ դժվար է մաքրել։ Ամեն մարդ չի, որ դրանով կարող է զբաղվել։ Ես կարծում եմ շատերը կարող են ստանալ իրենց հարցի պատասխանները, թե ինչու իրենք իրոք չեն ամուսնանում։